Արև ձեզ, շնորհակալ եմ հարցի համար։ Իսկապես երեք ռուսաստանյան պետական կամ հանրային հեռուստաընկերության եթերում հիշատակված տխրահարճակ այդ հաղորդման շրջանակներում հնչել են անընդունելի կոչեր, խեղաթյուրված գնահատականներ, վիրավորանքներ, այդ թվում անձնական բնույթի, այդ թվում եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարության նկատմամբ, անմիջապես հետո նմանաբովանդակ դրսևորումներ, արտահայտություններ եղել են նաեւ ռուսաստանյան քաղաքական գործիչների կողմից, այդ թվում եւ խորհրդարանի պատգամավորների, այդ թվում եւ կառավարող մեծամասնության պատգամավորների կողմից, մենք Հայաստանի Հանրապետությունը սա համարում ենք որպես ոչ միայն հակասող Հայաստան-Ռուսաստան ավանդական բարեկամությանը եւ այդ բարեկամությունը ամրագրող կամ կանոնակարգող իրավական փաստաթղթերին, այլև ուղղակի բացահայտ միջամտություն Հայաստանի Հանրապետության ներքին գործերին եւ ոտնձգություն մեր ինքնիշխանության եւ ժողովրդավարության դեմ։ Այս մասին մենք տեղեկացրել ենք մեր ռուսաստանյան գործընկերներին, կարծում եմ, որ այս ժամի դրությամբ պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը։ Արձագանք։ Շնորհակալ եմ, մենք էլ սպասենք արձագանքին։ Պարոն Միրզոյան, նաև առաջարկում եմ առիթ օգտագործել եւ խոսել մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության, միգուցե նաև նրանց տեղափոխման հետ կապված ինչ գործ է անում մեր կառավարությունը։ Սրա մասին շնորհակալ եմ։ Գիտեք, ցավալիորեն մենք տեսնում ենք, որ Իրան-Իսրայել հակամարտությունը թեժանում է, առնվազն այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ Մեր մոտեցումը այս հարցին հանրահայտ է եւ ընդհանրապես խաղաղության հարցում մենք մշտապես ջատագովն ենք եղել մեր մեծ տարածաշրջանում խաղաղությանը, բայց տեսնում ենք, որ ոչ բոլոր դեպքերում են դա հաջողվում։ Այս պայմաններում մենք ոչ միայն մեր հայրենակիցների Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիների կամ Իրանի քաղաքացի հայկական ծագման քաղաքացիների մասին է խոսքը, առհասարակ տարբեր երկրների տարբեր քաղաքացիների, որ հումանիտար հարցի մասին ենք խոսում, մենք փորձում ենք մեր նպաստը բերել տարբեր երկրների տարբեր քաղաքացիների տարհանման կամ, չգիտեմ, ապաստան տալու, ընդառաջելու, օգտակար լինելու, ուրեմն process-ի մեջ ենք, այսպես ձևակերպեմ։ Եթե չեմ սխալվում, 3 թե նախորդ օրը նույնիսկ հրապարակային անդրադարձ եղավ նրան, որ օրինակ Հնդկաստանի քաղաքացիների ուսանողների խմբի ենք օգնել Հայաստանի ուրեմն սահմանը հատելով տարհանվել, վերադառնալ հայրենիք, նաև կարող եմ ասել աֆրիկյան մի քանի պետություններ, Զիմբաբվեն, օրինակ Չինաստանի քաղաքացիներ, Ֆրանսիայի քաղաքացիներ, Միացյալ Նահանգների քաղաքացիներ, սա շարունակական process է եւ ինչպես կարող ենք գնահատել առաջիկա օրերին միայն ծավալները կավելանան։ Շնորհակալ եմ։